Սա նոր մարտահրավեր է, որտեղ աղջիկները տիկնիկների տնակներ են պատրաստելու։ Բրիթնին Բարբիի համար է տուն սարքում, իսկ Մոնիկան վհուկի։ Տեսնենք, թե ով ավելի լավ կսարքի տունը։ Բրիթնին սովորաբար Բարբիով է խաղում, իսկ Մոնիկան խաղում է իր սիրելի վհուկի հետ։ Նրանք միայն մեկ տուն ունեն։ Եվ դա հաստատ չի հերիքում երկու տիկնիկի համար, նրանք միշտ կռվում են դրա համար։ Դե, այն ջարդվեց։ Գիտես ինչ, ես ինքս տուն կսարքեմ, ստվարատ խտե մասերը իրար կսոսնձեմ։ Ահա և վերջ։ Ես հանճարեմ։ Եվ հիմա իմ տունը պատրաստ է։ Հրաշալի է։ Ինչ? Մոնիկան նման տուն ունի։ Այո, ես էլ ինձ համար առանձին տուն սարքեցի։ Միայն դու չես, որ կարող ես դա անել։ Ահա, պատուհանը։ Ինչ? Ես նույնպես պատուհան ունեմ։ Նա ամեն ինչ կրկնում է իմ հետևից։ Ես նրան դաս կտամ։ Ահա, իմ ջրային ատրճանակը շատ ավելի լավ է, Բրիթնի։ Հեյ, դա զվարճալի էր։ Ոչ, զվարճալի չէ, ես ամբողջովին թաց եմ, բայց ես մի միտք ունեմ։ Ես դիմահարդարման պայուսակ ունեմ։ Այստեղ շատ եղունգների լաքեր կան։ Եկեք ընտրենք կատարյալ գույնը։ Օ, այո, այս բաց վարդագույնը գեղեցիկ է։ Հիմա եկեք դրանով ներկենք իմ տունը։ Վաու, հիանալի է։ Ես նույնպես միտք ունեմ։ Ես իմ տունը կանաչ կներկեմ։ Այն կատարյալ կստացվի։ Սրանով միանշանակ ավելի արագ կլինի։ Դե, ես վերջացրեցի իմ տունը ներկելը։ Ես նույնպես վերջացրեցի։ Ինչ անեմ հաջորդիվ։ Թույլ տվեք մտածել։ Ճիշտ է, տանիքը։ Եկեք այն ծածկենք այս գործվածքով։ Իմ տանիքը ծածկված կլինի տերևներով։ Այն հիանալիորեն լրացնում է այս կանաչ գույնը։ Հիմա եկեք պատուհանի շրջանակ պատրաստենք։ Այն հիանալի է լինելու։ Ինձ նույնպես շրջանակ է պետք, բայց իմը սպիտակ կլինի։ Եվ նայեք այս կոշիկին։ Իսկ ես վհուկի գլխարկ ունեմ, որքան սիրուն է։ Ինձ նույնպես դուր է գալիս իմ տունը։ Ինչ է հաջորդիվ։ Ճիշտ է։ Եկեք սկսենք պատրաստել առաջին հարկը, փռելով գորգը։ Այնտեղ հյուրասենյակ կլինի։ Իմ վհուկը հյուրեր կունենա այս սենյակում։ Բազմոց, ծառ։ Վաու։ Եվս մի քանի բույսեր և քար։ Սուրճի սեղան իհարկե։ Եվ իմ վհուկը կարող է իր գլխարկը պահել դրա վրա։ Սա հիանալի է։ Ինչ եք կարծում։ Ձեզ դուր է գալիս իմ սենյակը։ Դե, հիմա սա քո սենյակն է։ Մեզ միանշանակ հայելի է պետք, փոքրիկ վհուկ, խնդրեմ։ Այն հիանալի է լինելու։ Իրականում մեզ ավելի շատ հայելիներ են պետք, իմ տիկնիկին դա շատ է դուր գալիս։ Ես այնքան երջանիկ եմ։ Ապրես, Մոնիկա։ Բրիթնի, իսկ դու։ Ես նույնպես պատրաստում եմ առաջին հարկը, քո ունը սարսափելի է իմի համեմատ։ Մոնիկա, նայիր և սովորիր։ Ահա գորգը, բազմոցը, սեղանը, վաու, և մի քանի դեկորներ իհարկե։ Քեզ միանշանակ հեռուստացույց է պետք։ Քո սիրելի հաղորդումը, այն այնքան զվարճալի է, ես անընդհատ ծիծաղում եմ այստեղ։ Վաու, կատարյալ է։ Բարբի, ինչպես է քեզ դուր գալիս։ Դե արի։ Դե, ինչպես ասացի, իմ սենյակն իսկապես ավելի լավ տեսք ունի։ Այո, անհավանական է։ Անարդար է։
Ինչ պետք է անեմ երկրորդ հարկում։ Միտք ունեմ։ Սպասեք եւ կտեսնեք։ Դե ինչ, մենք գեղեցիկ սիզամարկ ունենք։ Այն այնքան փափուկ է։ Կատարյալ է։ Դե, ինչպես է քեզ դուր գալիս իմ վհուկ։ Դու հեծանիվ ունես։ Ես գիտեի, որ քեզ դուր կգա։ Նաև լճակ։ Անհավանական է։ Մի փոքրիկ նստարան եւ դու կարող ես հանգստանալ այնտեղ։ Նաև կարող ես երեկոյան դիտել, թե ինչպես են լողում սիրուն բադիկները։ Ահա, եւ դուք բադիկներ, սա ձեր նոր տունն է, կատարյալ լճակը։ Դե, նստիր սիրելիս։ Իմ վհուկը սիրում է գրքեր կարդալ։ Ես գիտեի, որ քեզ դուր կգա։ Կատարյալ է։ Ես վերադարձա գնումներից։ Ես գնեցի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իմ Բարբիի համար։ Նախ ես նրա համար լողավազան կսարքեմ։ Բայց նախ լողավազանը պետք է լցնել ջրով։ Ճիշտ է։ Ահա եւ վերջ։ Իմ կատարյալ լողավազանը, մի քանի արևկողներ եւ հովանոց։ Տարբեր մանրուքներ եւ մի քիչ երաժշտություն, իհարկե։ Իմ Բարբին չի կարող լողալ այս հագուստով, նա պետք է փոխի հագուստը լողազգեստով։ Սա շատ ավելի լավ է։ Դե, թույլ տուր քեզ դնել արևկողի վրա, ահա քեզ համար կոկտեյլ։ Բարբի, նայիր, քո ընկերներն են գալիս։ Նրանք ցանկանում են վայելել քո հիանալի լողավազանային երեկույթը։ Հիանալի է, Քեն, մենք քեզ իսկապես շատ երկար ժամանակ չենք տեսել։ Սիրելիս, Ջես, սա լողավազանի համար հարմար հագուստ չէ։ Սա շատ ավելի լավ է։ Դե, դու կարող ես մտնել լողավազան։ Բոլորը զովանում են։ Եղանակն այնքան շոկ է, եւ կոկտեյլները կոկն են ձեզ։ Ահա, եւ դուք, կատարյալ է։ Վաու, Բրիթնին այնտեղ մի ամբողջ երեկույթ ունի։ Թերևս իմ վհուկին դա նույնիսկ պետք չէ։ Դե, մենք պատրաստում ենք երկրորդ հարկը, այստեղ խոհանոց կլինի։ Իմ խոհանոցը նույնպես վարդագույն կլինի, որքան սիրուն է։ Հիմա տեսնենք, թե ինչ ունենք այստեղ։ Կատարյալ է, մի քանի թեթև ուտեստներ։ Վաու, նաև որոշ ուտելիքներ։ Հիմա մի քանի խոհանոցային պարագաներ։ Վաու, նույնիսկ տոստեր։ Եկեք մի քանի տոստ պատրաստենք։ Վաու, այն իրականում աշխատեց։ Դնում եմ այն ափսեի մեջ։ Վերցնում եմ մի քիչ ջեմ։ Բարբի, ժամանակն է, որ դու ճաշես։ Ես սա պատրաստել եմ քեզ համար, նստիր, ես կօգնեմ քեզ։ Իմ Բարբին իսկապես շատ են դուր գալիս տոստերը։ Դե, ընկերս, բարի ախորժակ։ Ջեմը քսում ենք տոստերի վրա։ Եվ փորձում։ Այն այնքան համեղ կլինի։ Դե, ես գիտեի, որ քեզ դուր կգա։ Դու նույնպես խոհանոց ունես։ Այո, բայց տարբերություն կա։ Իմն ավելի լավն է։ Ահա, մի կոկտեյլ, իմ վհուկի սիրելի սմուզին։ Ժողովուրդ, այս խոհանոցներն իսկապես շատ հիանալի են, իսկ մենք առաջ ենք շարժվում։ Տեսնենք, թե ինչ ունենք պահեստում։ Երրորդ հարկում ննջասենյակ կլինի։ Այստեղ իմ վհուկը կարող է հանգստանալ։ Սև գորգ։ Սա գորգ է։
Վաու։ Օհ, դու միշտ կրկնում ես իմ հետևից։ Սա կլինի մահճակալը։ Իսկ ես վարդագույն մահճակալ ունեմ։ Նայեք այս հսկայական փայլուն սրտին, այն հենց պատի վրա է։ Ինձ նույնպես պահարան է պետք։ Իմ վհուկի հագուստները կպահվեն դրա մեջ։ Նաև մի քանի գրքեր։ Կրկին նա սիրում է կարդալ։ Եվ նրա սիրելի իրերից մի քանիսը պաստառի հետ միասին։ Իմ Բարբիի պահարանը միանշանակ ավելի մեծ է։ Նա այնքան շատ հագուստ ունի։ Եկեք ամեն ինչ դասավորենք։ Ահա, պայուսակներն ու կոշիկները։ Իմ Բարբին դա դուր կգա։ Աղջիկներ, այդ ննջասենյակները հիասքանչ են։ Ձեր տիկնիկները պարզապես կխենթանան դրանց համար։ Օհ, ես գիտեմ թե ինչ անել։ Եկեք փոխենք իմ Բարբիի հագուստը։ Վաու! Ամեն ինչ այնքան գեղեցիկ տեսք ունի։ Ես չգիտեմ թե ինչ ընտրել։ Դե, իմ վհուկն իր սենյակում վինիլային ձայնապնակների նվագարկիչ ունի։ Նա կկարողանա ամեն օր պարեր կազմակերպել հենց իր ննջասենյակում։ Այո, դա այնքան զվարճալի է։ Օհ, այո։ Իմ Բարբին այնքան գեղեցիկ է։ Բայց ես հոգնել եմ մենակ խաղալուց։ Օհ, միտք ունեմ։ Եկեք գնանք իմ հարևանի տուն տորթով։ Մոնիկա, ողջույն։ Մենք ձեզ մոտ դատարկաձեռն չենք գալիս։ Իմ Բարբին որոշեց ձեզ տորթով հյուրասիրել։ Օհ, դա սիրուն է։ Եկեք միասին խաղանք։ Մեր տիկնիկները ի վերջո ընկերներ են և մենք նույնպես։